Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններում հերթական լարումն է։ Օրերս Ադրբեջանի իրավապահները խուզարկել են Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրությունը, ձերբակալել 2 անձի եւ հայտարարել, որ նրանք Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են։ Ինչպես սա կանրադառնա Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա, հարցրինք անվտանգության հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանին։ Դե մեծ սիրո դրսևորում չէ։ Այդ ոնց որոշեցին, որ գործակալ են, լրագրող արդեն ձերբակալությունից հետո որոշվում որ գործակալ են։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կեսված կա դրսևորում Ռուսաստանի կողմից իր ինքնիշխան տարածքում միգրանտների հետ կապված, հանցագործ կազմակերպված խմբավորումների հետ կապված, իրապահ համակարգի կողմից իրականացվող պայքարի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով ձերբակալությունների վրա։ Երկու հարևել է։ Դա նմաններ են հայտնի մարդատար ինքնաթիռի հետ կապված եւ Ադրբեջանը առանց նախաքննության կեցված դրսևորություն, դա բացած որ այդքան են շերեջ կան Ադրբեջանի նախագահն էր ասում։ Հիմա նույնն է այստեղ։ Չակն է դա որ Ադրբեջանը 5 հարստական Ադրբեջանը սրում է հարաբերությունները, որտեղ ինչ որ կարելի անել ոչ հրապարակային, ոչ այդ կեցված կողմ։ Ինքը լրիվ հակառակը իր մոտ լրատվամիջոցներ, հասարակական գործիչներ, տարբեր չինովնիկներ կոնկրետ ձգտում են սրել հարաբերությունները, որը ինչ նպատակ է հետապնդում։ Մեծ հաշվով հետո դա միջպետական հարաբերությունների վրա չի ազդում։ Alles որ այսօր Ռուսաստանն Ադրբեջանի դեսպանին հրավիրել է Ռուսաստանի արտգործնախարարությունը կարող է նոտայել հավել կամ որոշակի նախազգուշացում անել։ Հիմա պետք է Ադրբեջանի։ Սկզբունքորեն իշայից ելնելով պետք չի, բայց պետք է այլոց, քանի որ Ալիևը եւ Ալիևի կլանը եւ յետանիք կառավարել են այլոց կողմից այլպետությունների եւ ներառել այլպետությունների հատուցարարությունները, նրանց հապեցրել Ալիևն որպես գործիք, ընդ որում նույն գործիքն է Փաշինյանը, ասենքել է Կարոտ Միրզյանը Լավրովի հասցեին ապրծվել խոսում, ինչ հիմնավորումներ է տալիս։ Մակրոնը ասում է, այստեղ ամեն ինչ լավ է եւ այլն, դա Հայաստան ներքին գործին խառնվել չի։ Երբ որ Լավրովի մտահոգությունն է հայտնում եկեղեցու հետ կապված, որ շտորվալ ու բնական։ Այդ երբ որ Միացյալ Նահանգները երկրի մոլակի բոլոր երկրների ժողովրդավարության չափանիշներով կեցվածներ է դրսևորում, որտեղ գնահատվում է, որ ցածր ժողովրդավարությունը ուղղակի միջամտություն է։ Նույն Արաբ Միրզոյան լեզուն եւ ինչ որ մեկի հետուքում է, չէ՞։ Բախում է խոսը։ Հիմա այստեղ ոչ թե որ առուծի սիրտ ընկեր է ինքը կապ իր խոսը։ Այլ մի հատ մտրակել է ներկուսին, ասեն սկսեք հաչալ Ռուսաստանի վրա, սրանք էլ հաչում են։ Հայկ Նահապետյանի կարծիքով հաչոցը շուտով կաղկանձի կվերածվի, իսկ հետո ձայները կկտրվեն։ Իհարկե Ադրբեջանը ձեր չի տալիս այս հարաբերությունների սրում առանցնը երկու պետությունները միմյանց միջև ունեն կնքած ռազմավարական գործընկերության պայմանագիր, էներգետիկ ոլորտում էներգետիկների արկուվաճառքի լուրջ գործընկերներ են, Մենք սրում, ոչ թե որ իրենց պետք է, որ իրենց ասել են որ սրես, նույն ձևով սրան են ասում, սրի, սա սրում է։